Բարգավաճ Հայաստան կուսակցության ուշադրությունը տոներին եւ մասնավորապես կանանց նվիրված տոներին միշտ ունենում է տպավորիչ դրսևորում, այսպիսով հավաստելով այն ճշմարտությունը, որ կուսակցությունը առանձնահատուկ ջերմ եւ ընդգծված վերաբերմունք ունի հայուհու նկատմամբ։ Այդ ուշադրությունն ու հակատարությունը կանայք զգում են գրեթե միշտ եւ մասնավորապես կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպող միջոցառումների ընթացքում։ Ազգային ժողովի падգամավոր Բարգավաճ Հայաստան կուսակցության Շիրակի մարզային խորհրդի նախագահ Մարտուն Գրիգորյանի նախաձեռնության եւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առատաձեռնության արդյունքում մարտի 8-ը Գյումրիում անցկացվեց ճոխ եւ շքեղ հանդիսավորությամբ։ Սա լավագույն առիթն էր հին եւ նոր կուսակցական ակտիվ կանանց մեկտեղելու եւ տոնը միասին նշելու անկեղծ եւ ջերմ մթնոլորտում։ Շիրակի մարզի կուսակցական կանանց շնորհավորելու էր եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սամվել Ադամյանը։ Հավաքվածներին շնորհավորեց ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Սիրելի մայրեր, քույրեր, աղջիկներ, հարգարժան լուրեր, իրոք օրը բոլորիս համար սպասված է։ Այսօր մեկնարկվում է մեր շատ սիրելի կանանց մեգամսյակը, պարոն Ծառուկյանը մեզ հնարավորություն ընձեռեց, որպեսզի մենք կարողանանք համախմբել, հավաքել մեր ակտիվ կուսակցական կանանց եւ փորձենք միասին ուրախանանք ու տոնը իրոք տոն դարձնենք։ Դրա համար մեր խորին շնորհակալությունը պարոն Ծառուկյանին, որ մեր առաջարկությունները ընդունում է, հավատում է մեզ, հավատում է մեր մարզային խորհրդին, հավատում է մեր ակտիվին ու մեր առաջարկություններին, ընդառաջ է գնում։ Ինչպես նաև ներկաներին իր ջերմ խոսքն ուղղեց Գյումրու քաղաքային խորհրդի նախագահ Վարդևան Գրիգորյանը։ Շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ ձեր բոլորի օջախներում հարատևի խաղաղությունը, անդորը եւ ամենակարևորը լինեք առողջ, սիրելի, շփտադեմ։ Տոնի կարևոր բաղադրիչն է բարձր տրամադրությունը, իսկ դրա համար անհրաժեշտ են մի շարք գումարելիներ՝ հիանալի դահլիճում ճոխ հյուրասիրություն, գեղեցիկ երաժշտություն եւ պարգևատրումներ դրամական տեսքով, որը անակնկալ էր բոլոր հավաքվածների համար, հատկապես հրավիրված 250 կանանց համար, ովքեր Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից պարգևատրվեցին 10,000 դրամներով։ Ամբողջ հանդիսության ընթացքում կանանց ճպտացող աչքերն ու բարձր տրամադրությունը խոսում էին այն մասին, որ նրանք կուսակցության առաջնորդի կողմից գնահատված են եւ արժեվորված։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանի գաղափարը իսկապես գործ դարձավ, իսկ ցանկացած հաջողված գործի մասին կարելի է դատել արդյունքով։ Մեզանից շատերին ծանոթ է Մարտուն Գրիգորյանի կատարած աշխատանքները իր քաղաքի ժողովրդի համար, իր նվիրվածությունը իր քաղաքին, բայց ավելի ուշագրավ է այն, որ նա կարողանում է իր աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքի ուշադրությունը թեկել դեպի մեր քաղաքը։ Մարտուն Գրիգորյանի շնորհիվ այսօր այս գեղեցիկ շքեղ դահլիճում հավաքվել են շատ կանայք եւ ի զարմանս ինձ ավելի շատ են կանայք կուսակցության անդամության մեջ գրված, քան տղամարդիկ ստերեոտիպին, որտեղ շատ կանայք են հավաքվել։ Դահլիճը շատ շքեղ է, շատ գեղեցիկ, կանայք իրենց փայլով ավելի են գեղեցկացրել այդ դահլիճը, իսկ Մարտուն Գրիգորյանի կազմակերպած այս թեթև ցերեգույթը ավելի կանանց արժեքավորում է։ Այսօր կանայք նախ առաջերտին իրենց դիրքն ու նշանակություն ունեն, առավել ևս, երբ որ նշում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կանանց միջազգային օրը։ Մարտուն Գրիգորյանի առաջին անգամ չէ, որ այսպիսի հետաքրքիր միջոցառումներ է կազմակերպում, ամեն դպրոցը 24 դպրոց առավել ևս զգում է այդ հովանին։ Կուսակցական կանանց համար այս միջոցառումը առիթ էր ևս մեկ անգամ ունկնդրելու այն, որ իրենք պահանջված են եւ սիրված, բացի այդ լսելու բարեմաղթանքներ, ինչն այդքան պակասում էր մեր կյանքում։ Կանանց դերն ու նշանակությունը մեր կյանքում, տղամարդկանց կյանքում երևի դա գաղտնիք չէ։ Տղամարդ առանցնորոշ, նորմալ տղամարդ առանցնորոշ իմ կարծիքով դժվար է պատկերացնել կյանքում, իսկ քաղաքականության մեջ առավել ևս մեզ համար անընդունելի է քաղաքականությունը առանց կանանց, որովհետև կանայք ունեն յուրահատուկ նվիրվածություն։ Միջոցառումը ևս մեկ հաճելի հնարավորություն էր ընձեռել անկեղծ
մթնոլորտում շփվելու ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ Շիրակի մարզային խորհրդի անդամների հետ։ Կուսակցության ղեկավարներից մեկնաբանություններ ստանալու, կուսակցական հարցերի շուրջ եւ պարզապես տոնը միասին նշելու հնարավորություն։ Իսկ թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Թամազյանը եւ կանանց հարցերով հանձնաժողովի նախագահ Անահիտ Մարգարյանն իրենց երախտիկն արտահայտեցին կուսակցության ղեկավարներին ցուցաբերած ուշադրության համար։ Գագիկ Ծառուկյանը այն անձնավորություններից է, որը կնոջը մեծ տեղ է տալիս, եւ այսօր մենք դրանում կրկին անգամ համոզվեցինք, որ նրա առաջնորդությամբ նաև նրա կուսակցությունը գնամեծար կուսակցություն է, եւ մենք ամենտեղ տեսնում ենք պարոն Ծառուկյանին, նա աջակցում է կանանց ամենքեր, փորձում է առօրյա հոգսերից կտրել եւ այսօրվա միջոցառում գալիս է ապացուցելու, որ իրոք մենք մեր կողքին ունենք հոգատար մեկը, որը միշտ կարողանում է կնոջը ուրախացնել։ Իհարկե, պարոն Ծառուկյանի հանելուկային անակնկալներն էլ միշտ կան ու կան։ Հենց միջոցառման սկզբից անակնկալի բերեց նա բոլոր կանանց նվերներ բաժանելով։ Մարտուն Գրիգորյանին մայրիկին եմ ուզում շնորհավորել, որ նման զավակ է պարգևել ազգային ժողովում ամենաերդասարդ եւ ամենագեղեցիկ պատգամավորն է։ Մարտի 8-ը կանանց միջազգային օր, այս տարի էլ Գյումրիում նշվեց շքեղ, իսկ ցանկացած հաջողված գործ մղում են նոր նախաձեռնությունների, որոնք այսօր որպես կանոն արժանանում են կուսակցության առաջնորդի հավանությանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում կանանց միանցյակը հաջող մեկնարկ է վերցրել։